ChatGPT-ին հարցրի, թե քանի տարի է հարկավոր արհեստական բանականության գործարան կառուցելու համար։ 1-ից 3 տարի հուշեց ինձ ChatGPT-ին, իսկ բարձր տեխնոլոգիական նախարարությունից հայտնում են, որ մեզ մոտ արդեն եկող տարի $500 միլիոն արժողությամբ արհեստական բանականության գործարանը կգործարկվի։ Կառավարության նիստի ընթացքում գործադիրի ղեկավարը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին խնդրեց մանրամասներ ներկայացնել կառավարության անդամներին հենց այս ծրագրի մասին։ Հստակ չէ Հայաստանի պետության ներգրավվածության ձևաչափը, բայց ըստ նախարարի ծրագիրը չափազանց իրատեսական է։ Հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի կողմից արտադրված այդ արհեստական բանականության ռեսուրսը եւ իրենց հետազոտություններում կիրառեն, պետք է նշեմ, որ որոշ հատված մենք նախատեսում ենք, կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի համար, AI մասնագետների համար, հետազոտողների համար, բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, այսինքն հիմնական մասը բնականաբար ընկերությունը cloud ծառայությունների միջոցով պետք է հասանելի դարձնի եւ վաճառի աշխարհի տարբեր երկրներում ընկերությունների։ Փաշինյանը խոսել է նաև խաղաղության օրակարգից, ասելով, թե ինքը իրական Հայաստանի դիտակետից է նայում եւ մեր երկրի առաջ մեծ հնարավորություններ են բացվել։ Ամբողջությամբ չհամաձայնեցված խաղաղության պայմանագրի կետերի եւ հարևանների նվաճողական քաղաքականության վտանգներին Փաշինյանը հակադրում է երկրում տեղի ունեցող միջազգային կոնֆերանսները։ Մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ